Առավոտյան 9:45 րոպե է, մենք տեղ ենք հասել, ժամադրության վայրում ենք, հիմա կմտնենք ներս եւ բժիշկները կսկսեն պրոցեդուրան, բուժման առաջին этаպը, բայց որպեսզի բոլորի համար պարզ լինի թե ինչի մասին է այսօրվա ձայնագրությունը, դիտեք ապրիլի 12-ին YouTube-ում տեղադրված իմ քաղցկեղի պատմությունը, որպեսզի պարզ լինի թե այսօրվա նկարանը ինչի մասին է։ Դե գնացինք, մտանք ներս։ Ժամանել ենք, այս գեղեցիկ ինչա կոչում, առանձնասենյակում նստած ենք, սպասում ենք շուտով սկսելու են ինչը, պրոցեդուրան, քիմիայի դասը, տրամադրությունը մարտական, վախենալու ոչինչ չկա, ինչպես խոստացել էի, կիսվելու եմ, հետավոր սկսեն, մի 5 ժամ ստեղ եմ լինելու, մի 5 ժամ հետո, մի քանի ժամ հետո նորից կնկարեմ, որ տեսնեք պրոցեսը ինչպես է լինում, որ վախենալու բան չկա, համարձակ, պետք է վստահել բժշկությանը, վստահել բժիշկներին, հավատալ եւ ամեն բան լավ կլինի։ Առողջություն բոլորին։ Սուրճը կա, ուտելիքը կա, պրոցեդուրան սկսեցինք։ Միացումը տվել են։ Սիրտը սես կողմնա, չմտածեք սրտից այդ բանն անում, չէ։ Մաշկի տակ միացումը տվել են։ Մի քիչ գլյուկոզա են տալիս, սնունդ։ Գնաց քույրը ինչ-որ ուրիշ բան բերելու, 2 քույրով պետք է գան, 2 քույր են գալու ստուգելու են եւ քիմիա պետք է միացնել, սա պրոցեդուրան։ Սեղան ունեմ, բազմոսս բացումա կարող եմ պարկել, ուտելիքները կա, սուրճը կա, ամեն բանը դեղ կա, հեռուստացույցը կա։ Մի քանի ժամ պետք է այստեղ հանգստանամ, հիմա լույսն էլ հանգցնելու ենք, այս ամբողջ բանը։ Նորից եմ ասում, գլխավորը ճիշտ ապրել, ճիշտ սնվել, մարզվել եւ ստուգվել միշտ բժշկի կողմից, որպեսզի Աստված մի արասի, երբ որ մի բան լինում է, ժամանակի դեմ առնենք։ Հետագայում կշարունակեմ նորից նկարել, այսքանը։ Մենք սկսեցինք արդեն ավելի քույրը սկսեց գործողությունները, միացրել են առաջի դեղը, հիմնական դեղը, քիմիա կոչվածը, ինձ համար հանգիստ նստած եմ, հեռուստացույց ունեմ, ուտելիք ունեմ, վայելում եմ սուրճը, զանգը դրել են, ինքը նոր հեռացավ 5 րոպեից կվերադառնա, դեղը գալիս է, լրիվ մանրամասը բացատրեցին ինչ այսօր լինելու, որը որից հետո ինչպես է լինելու, ինչ գրամով, ինչ դոզայով, բոլորը ուրեմն արդյունքները ինչպիսի ցավ կարող ունենում, որտեղ կարող է ցավա, հիմա երբ զանգը դրել են, որ հանգարտ եթե ինչ-որ շունչից կտրվի, սիրտը ցավա, մեջքը ցավա, փորը ցավա, մատը ցավա, զանգ են միանգամից կան, դադարեցնեն ուրիշ տեղ տան, արդեն համարյա վերջացնում ենք առաջի этаպը, ինձ շատ լավ եմ զգում, զգուշացրեցին հետագայում ինչ կարող է լինել մազաթափությունը եւ այլ, նույնիսկ եղուների հետ խնդիրներ կարող է լինեն, եղուներն են գնում բան եւ այլ, բայց ամեն ինչի պատրաստ ենք, ամեն բան նորմալ է, ինձ զգում եմ հոյակապ, շարունակում ենք, այս զգացումը փոխանցում եմ ձեզ հույս ունենալով, որ ինչ-որ մեկին սա կօգնի, որ վախենալու բան չկա, ամեն բան նորմալ է, նույնիսկ եթե ինչ-որ այս պահին մի տեղը ցաված, մի բան եղավ, իմացեք դա ամեն մեկի օրգանիզմը մի ձևի անդունում, ուրեմն առաջի этаպը ավարտեցին, առաջի դեղը վերջացավ, լրիվ ընդունեցի, ոչ մի վատ զգացողություն չունեմ, շատ հանգիստ եմ զգում, շատ թույլ եմ զգում, թույլ այսինքն այն իմաստով, որ ասացակ, լավ եմ զգում էլի այդ իմաստով, որը հիմա լույսը հանգցնեն կարող եմ քնեմ, շատ հանգստացած եմ զգում, ու հետաքրքիրը ինչն է, գիտեք որ կուզեի նշել, սա ստեղի ընդունված ձևն է, ուրիշ երկրում կարող է ձև լինի, դեղը միացնելուց առաջ 2 քույր են գալիս, դա մեկը մեկի ստուգում են, դա նրան է ստուգում, որ ոչ մի սխալ չլինի, դեղորյակը եկել ուղարկել են իրանց, այս դեղը որ հիմա ներարկում են, դեղի վրա արդեն իմ անունները գրած է, իմ անունը, իմ տվյալները, դեղ արդեն դեղատանը, իրանց հիվանդանոցի դեղատանը սարքել են, բացել են, նոր բերել են ստեղ, արդեն համապատասխան ուրեմն չափավորումով, իմ անունով, բոլոր տվյալները, ուրեմն 2 քույրը դեղը ստուգում են, ձեռքիս հետ արմին եմ, ստուգում եմ, տեսնի, ձեռքիս հետ բռնում է, թե չէ, համակնում է, որ ոչ մի սխալ չլինի իմ բարկոդի տվյալների հետ, այդ քույրն էլ է ստուգում, նա էլ է ստուգում, մեկը մեկին ստուգում են, որպեսզի բացառեն ինչ-որ մի սխալը, դա ուղղակի տեխնիկական բան, միացրեցին, երկրորդ դեղը տևել է 85 րոպե։ Ես խնդրեցի, որ իրանք կարող են գնալ, սպասելու կարիք չկա,
որտեղ մի քանի հիվանդներ կան, հիմա սպասարկում են, թող գնան հանգստանան 85 րոպե հետո գան, եթե պետք լինի ազդանշանի կարմիր կոճակից մոտա զանգնել նույնպես, սուրճը կա, հեռուստացույցը կա, Փառք Աստծո Facebook-ը, YouTube-ով կա, դիտում եմ, հանգստանում եմ, բայց ամենակարևորը այստեղ որ ուզում եմ ասեմ, դե իհարկե դեպքերը տարբեր են լինում, ես ինձ շատ լավ եմ զգում, ոչ մի տեղը չի ցավում, շատ հնարավոր է իհարկե, սարսափելի բան չկա, որ կարող է գլուխս ցավել, կարող է սիրտս ծակել, շունչս կտրվել, դրա համար զանգի կոճակը, որ կան անջատել։ Արդեն երկրորդ էտապի 1/3 անցել ենք։ Սպասենք մինչև հաջորդ էտապին, այսքանը, համարձակ։ Եթե զուգարանից օգտվելու կարիք կա, կամ ուզում եք օգնել եք, ուզում եք քայլել, դերվալ, ահա, խոսանքի անջատեցին, ասես որնաս կարելի է քայլել, մի քիչ հանգստանալ, կանգնել ոտքերի վրա, հետո նորից գնալ նստել։ Ամեն բան նորմալ է, շարունակվում է։ Գլգլիկը վեկանան գնացինք։ Արի։ Ուտելու ժամն է, գնանք մի բան, որոշեցի մի 5 րոպե կանգնեմ, վերջապես ամբողջը դուրում մի 5-6 ժամ այդքան նստելն է, եւ ուսացած բարգած աշխատող ակտիվ մարդու համար այդքան նստել պարկելը բան չի էլի։ Ժամը մեկացուց տա ինչքան է մնացել, եւ կոճակ կար, ինքը սեղմում էր ցույց տան ինչքան է մնացել, քանի րոպե կա, բայց դե մի 5 րոպե կանգնենք լավ է, քիչ հանգստանանք, կլինի ասած շրջակայքը մատնալա, որ ինչքան հաճելի մտնոլորտ է, կլինի։ Ինչ լավ հաճելի մաքուր գեղեցիկ օֆիս, հələ գրքերը նայիր, հələ գրքերը կա որոնք շատ են կոպիտ են, արեստով։ Հաճելի մեծ 12 հատ խցիկ, այսինքն միաժամանակ 12 հիվանդ կարող են ընդունել, գրքերը կա, այն ասիական խոհանոցի գիրքը կբերես Իզդամյապ ուսումնասիրեմ։ Այսինքն մարդուն, հիվանդ մարդուն օգնելու համար, բուժելու համար բոլոր պայմանները կան։ Ես էլ ճիշտ ասած մանապ եմ մնում, ուտեմ մի բան, սովածացա։ Վերջացրեցինք։ Վերջինը տեղորյակը տեղադրված, ստեղից կապում է, վաղը Արմինեն ստացավեսության վաղը քանի, ամեն բան նորմալ է, սոված եմ, միս եմ ուզում, ճաշել եմ ուզում, իսկ լավ եմ խում, ամեն բան լավ է լինելու, գնացիք տուն, վերջ այսքան, այսօր այսքանը, սա վաղը քահանենք, երորդ բանը սրվակը դրված ասրա մեջ, շելանգով ստեղից ես խողովակով գալիս է լցում է, նորից գնում այրանս մեջ, վաղ Արմինեն քահանի, կմաքրի, ամեն բան լավ է, գնացիք, շատ շնորհակալություն հայտնեցիք, շատ բախտերս բերեց, շատ իհարկե բախտերս բերեց, արտակարգ քույրեր, կիսահույն, կիսապորտորիկացի, արտակարգ, եթե հնարավորություն լիներ մի հատ էլ կգրկեի իրան շնորհակալություն հայտնել, բայց չարեցի, որովհետև հիվանդներից իրանք աշխատում են վարակի իմաստով հղում մնալ։ Ամեն բան լավ է, գնացիք դուք, վերջ։